Բարև ձեզ։ Այսօր մեր խորքային քննարկման թեման Կոմիտասն է, Սողոմոն Սողոմոնյանը։ Այո, Ունենք հետաքրքիր աղբյուրներ, Վիկիպեդիայի հոդվածը, նաև մի բլոգային գրառում Կոմիտաս ապագայի մտածողը վերնագրով, ու մեր նպատակն է դե հասկանալ ով էր Կոմիտասը երաժշտությունից անդին, մարդը, նրա անցած ուղին, ժառանգությունը։ միանշանակ։ Կփորձենք բացահայտել կյանքի կարևոր դրվագները, ձեռքբերումները, նաև ողբերգական ավարտը։ Ձեզ համար առանձնացրել ենք ամենակարևոր փաստերն ու պատմությունները։ Լավ, սկսենք ամենասկզբից։ Ծնվել է 1869-ին Օսմանյան կայսրությունում Քյութահիա քաղաքում։ Հա։ Ծնողները Գևորգն ու Թագուհին նույնպես ասում են երաժշտական տաղանդ են ունեցել, բայց ցավոք շատ վաղ է որբացել։ Այո, մայրը մահացել է նրա ծնվելուց ընդամենը ամիսներ անց, հայրն էլ, երբ տղան դեռ 11 տարեկան էր։ Դա շատ ծանր է եղել։ Ու նույնիսկ որոշ ժամանակ անօթևան է մնացել։ Ճիշտ է։ Բայց հետո դե ճակատագրական շրջադարձ է լինում։ 12 տարեկանում նրան ընտրում են Էջմիածնի Գևորգյան ճեմարանի համար։ Իր ձայնի շնորհիվ։ Հենց այդպես, իր բացառիկ ձայնի շնորհիվ։ Թեև հետաքրքիր է, որ սկզբում հայրեն ընդհանրապես չի իմացել։ Իսկապես։ Հա, ասում են, երբ կաթողիկոսը հարցրել է, թե ինչպես է երգում, պատասխանել է. «Ես հայերեն չգիտեմ, բայց կերկեմ»։ Քյութայայում երևի թուրքերեն էին հիմնականում խոսում։ Պատկերացնում եմ։ Այսինքն Էջմիածինը դարձավ նրա համար կայունության վայր, չէ՞։ Այո, հենց այդպես։ Այնտեղ գտավ իր տեղը, բացահայտեց երաժշտության հանդեպ իր քիրքը, խորացավ, սովորեց հայկական խազային նոտագրությունը։ Այդ խազերը, որ մինչև հիմա էլ լրիվ վերցանված չեն։ Հա, նա հենց դրանով էր զբաղվում։ Գյուղացիներն էլ իդեպ նրան շատ են սիրել։ Կոչել են նոտաջի վարդապետ, իսկ 1895-ին արդեն ձեռնադրվում է Կոմիտաս վարդապետ։ Եվ այստեղից սկսվում է նրա, կարելի ասել, հիմնական գործունեությունը։ Հայկական ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, էթնոերաժշտագիտության պիոներներից մեկը։ Ճիշտ է։ Պատկերացրեք հավաքել ու գրառել ավելի քան 3000 հայկական ժողովրդական երգ։ 3000։ 3000։ Ու թեև դրանց մի զգալի մասը ցավոք հետագայում կորավ, բայց պահպանված 1200-ն էլ ուղղակի հսկայական մշակութային ժառանգություն է։ Իրականում փրկություն էր։ Անգնահատելի աշխատանք։ Նաև նշվում է, որ քրդական երգեր էլ է հավաքել, չէ՞։ Այո, 1903-ին հրատարակել է քրդական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն։ Սա ցույց է տալիս նրա լայն հետաքրքրությունները։ Բայց պետք է ասել, որ իր գործունեությունը ոչ միշտ է հարթ ընթացել։ Ինչ նկատի ունեք։ Դիմադրություն կար։ Հա կար, հատկապես Էջմիածնի որոշ պահպանողական հոգևորականների կողմից։ Նրանք քննադատում էին, անվանում Սիրերգու քահանա։ Սիրերգու։ Այո, համարում էին, որ վարդապետը չպետք է զբաղվի աշխարհայիկ, այսինքն սիրային երգերով։ Այս տարաձայնությունները նաև երևի ավելի լայն լսարան գտնելու ցանկությունը պատճառ դարձան, որ 1910-ին տեղափոխվի Կոստանդնուպոլիս։ Հա, ու այնտեղ հիմնեց հայտնի Գուսան երգչախումբը։ Հենց Գուսանը։ Բայց այնտեղ էլ, իդեպ, որոշ քննադատության է ենթարկվել։ Ասում են հոգևոր երգերի ձայնագրությունները տարածելու համար։ Տեսեք ինչքան բարդ է եղել։ Բայց մյուս կողմից աղբյուրները նրան նկարագրում են ոչ միայն որպես լուրջ մտավորականի, այլև շատ կենսուրախ, սրամիտ, խարիզմատիկ մարդու։ Այո, այո։ Հայտնի օրինակ նրա կատակովլի նամակը Թումանյանին, մոծակների մասին։ Հա, հիշում եմ։ Կամ այն դրվագը, երբ դրամապանակը գտել ու ժամներով սպասել տիրոցը։ Դա շատ բան է ասում նրա մարդկային տեսակի մասին։ Իսկապես։ Նաև նշում է նրա ջերմ բարեկամությունը երգչուհի Մարգարիտ Բաբայանի հետ, նամակները, համատեղ աշխատանքը։ Հա, նույնիսկ Անգլիայի ու White կղզում միասին հանգստացել են, մտերիմ հարաբերություններ են եղել։ Սակայն դե այս ամենին հաջորդեց 1915 թվականը։ Ապրիլի 24, ողբերգական օրը։ Այո, հայոց ցեղասպանության մեկնարկի օրը։ Կոմիտասին էլ հարյուրավոր այլ հայ մտավորականների հետ ձերբակալեցին ու աքսորեցին չանքրը։ Թեև կարճ ժամանակ անց ազատ են արձակել։ Հա, օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես ԱՄՆ դեսպան Մորգենթաուվի միջամտությամբ նրան ազատեցին։ Բայց աքսորի ընթացքում տեսած վայրագությունները, սպանությունների տեսարանները, ընկերների կորուստը, հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը, այս ամենը անդառնալի հետք թողեցին։ Այդտեղից էլ սկսվեց հոգեկան խանգարումը, չէ՞։ Աղբյուրները նշում են PTSD, հետտրավմատիկ ստրեսային խանգարում։ Հենց այդպես։ Հոգեկան աշխարհը խարխլվեց։
Վիճակն էլ ավելի բատացավ, երբ իմացավ, որ իր այդքան տարիների հավաքած ձեռագրերը, հազարավոր երգերի գրառումները, խազերի վերծանման աշխատանքները բռնագրավվել են, ըստ էության կորսվել են։ Դա երևի վերջին հարվածն էր։ Միանշանակ Եվ 1916-ից հետո նա այլևս չվերականգնվեց։ Կյանքի մնացած մասն անցկացրեց հիվանդանոցներում, սկզբում Կոստանդինոպոլսում, հետո 1919-ից Փարիզի հոգեբուժարաններում։ Այո, որտեղ էլ մահացավ 1935 թվականին, տարիներ շարունակ համարվում էր, որ նա շիզոֆրենիայով էր տառապում։ Բայց վերջին ուսումնասիրությունները կարծես այլ բան են ասում։ Հա, հիմա կա տեսակետ, որ հիմնվելով հիվանդանոցային փաստաթղթերի վրա հնարավոր է մահվան անմիջական պատճառը ոչ թե հոգեկան հիվանդությունն էր, այլ ոտքի վարակը, գուցե սեպսիսը։ Իսկ նրա երկարատև լռությունն ու մեկուսացումը դա կարող է լինել ոչ թե շիզոֆրենիայի նշան, այլ խորը, շատ խորը հիասթափություն մարդկությունից, տեղի ունեցած ողբերգությունից։ Ինչպիսի ճակատագիր։ Ողբերգական։ Բայց նրա ժառանգությունը Փառք Աստծո անմահ է։ 1936-ին աճյունը տեղափոխվեց Երևան, ամփոփվեց Պանթեոնում, որն այսօր կրում է նրա անունը։ Այո, Կոմիտասի անվան Պանթեոնում։ Նրա անունով են կոչվում Երևանի պետական կոնսերվատորիան, Պողոտակա, Թանգարան ինստիտուտ, Կամերային երաժշտության տուն։ Նրա ստեղծագործությունների ժողովածուն նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն ռեգիստրում են գրկված։ Անգնահատելի է նրա ներդրումը։ Այսպիսով, ամփոփելով, Կոմիտասը ոչ միայն երաժշտական հանճար էր, այլև մշակութային արժեքների փրկիչ, շատ բարդ ու ողբերգական ճակատագրով անհատ։ Միանշանակ։ Եվ գիտեք, մի միտք մնաց խորհելու համար։ Եթե Կոմիտասը փրկեց հազարավոր ժողովրդական երգեր դրանք գրառելով, ապա նրա կորսված ձեռագրերը, հատկապես խազերի վերծանման այն բանալին, որը կարող էր բացահայտել մեր միջնադարյան երաժշտության գաղտնիքները, արդյոք դրանց կորուստը չի խորհրդանշում մեր մշակույթի կրած կորստի մի շատ ավելի խորը, անդառնալի շերտ։ Հետաքրքիր հարցադրում է։ Մի բան, որի մասին արժե մտածել։